Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, այսօր ճիշտն ասած որոշեցի այսպես համապատրաստից 5 րոպե առաջ որոշեցի եթեր դուրս գալ, որովհետև Իրանի հետ այս պահին տեղի ունեցող զարգացումները, այսինքն Իսրայելի հետ պատերազմը, Իսրայելի հարձակումը Իրանի վրա ծնում է լուրջ հարցադրումներ, հարցեր եւ մեր ժողովրդի մոտ եւ անհանգստություններ բնականաբար, որովհետև այդ ամեն ինչը անմիջականորեն վերաբերում է Հայաստանին, անմիջականորեն։ Այսօր Իրանը ենթարկվում է դաժան հարձակումների, Իրանը մեր իսկապես այս պատմական փուլում ամենակարևոր դաշնակիցն է կարելի ասել այս պահին եւ Սյունիքի, ինչպես նաեւ բնականաբար ամբողջ Հայաստանի անվտանգության երաշխավորն է եղել վերջին մի քանի տարիներին 44 օրյա պատերազմից հետո եւ այն, որ Ադրբեջանը չի համարձակվել ներխուժել Սյունիք, մեծապես նաեւ Իրանի վճռական դիրքորոշման արդյունքում է։ Հետևաբար Իրանի թուլացումը որևէ ձևով անմիջականորեն հարվածելու է Հայաստանի շահերին։ Այս ամեն ինչը հիմնականում մեր ժողովուրդը գիտի, հիմնականում հասկանում է, թեև այս վերջին մի քանի օրերին ինչ որ տեղերից ստացվել են հրահանգներ եւ որոշ ճակերտներով վերլուծաբաններ խոսում են այն մասին, որ մենք պետք է բռնենք ոչ թե բարձվում է Իրանի կողմը հայությունը լինի, այլ Իսրայելի կողմը այն պետության, որը մասնակցել է 44 օրյա պատերազմին, աջակցել է ամեն ինչով Ադրբեջանին, նախապատրաստել է այդ ներխուժումը Հայաստան, տրամադրել է զենք, տրամադրել է խորհրդականներ եւ հետախուզություն եւ ամեն տեսակ խորհրդատվություն ռազմական եւ հետախուզական եւ դիվանագիտական նաեւ ապահովում Միացյալ Նահանգներում, միջազգային տարբեր հարթակներում, որտեղ գիտենք, որ Իսրայելի այդ լոբինգը շատ մեծ ազդեցություն ունի։ Ուրեմն այդ մասին կարծում եմ մեր ժողովուրդը լավ գիտի եւ նման այսպիսի խելամիտ ճակերտավոր նորից առաջարկներին եւ քննադատություններին, թե ինչու է Հայաստանը բռնել Իրանի կողմը, այլ ոչ թե Իսրայելի կողմը, քմծիծաղով կվերաբերվի, ավելի շուտ զզվանքով կվերաբերվի։ Իսկ հիմա այն մասին, թե ինչ է կատարվում։ Արևմտյան ամբողջ քարոզչությունը գիշեր-ցերեկ ներկայացնում է իրադարձությունները այնպես, կարծես թե Իրանն արդեն իսկ պարտություն է կրել եւ մնացել է մի քանի վերջին հարվածը հասցնել Իրանին, որից հետո պարզապես պետությունը ամբողջությամբ կփլուզվի եւ պատերազմը այդպիսով կավարտվի հօգուտ Իսրայելի հաղթանակով։ Ես համոզված եմ, որ այդպես չի լինելու, գոնե առաջիկա շաբաթներին, ամիսներին, իսկ այդ ընթացքում թե ինչ կլինի կկատարվի Իսրայելի հետ, դեռ հայտնի չէ։ Պետք է հիշել Իրանի տարածքը որքան է, Իսրայելի տարածքը որքան է, Իրանի բնակչությունը որքան է, Իսրայելի բնակչությունը որքան է։ Իրանի տարածքը մոտավորապես հիմա ես այսպես որքան հիշում եմ 1.600.000 քառակուսի կիլոմետր է։ Իսրայելի տարածքը, դե ֆակտո տարածքը, փաստացի տարածքը մոտավորապես այնքան է, ինչքան այսօր Հայաստանի Հանրապետության տարածքն է, դեռ մի բան էլ մի քիչ ավելի փոքր, մոտ 28.000 քառակուսի կիլոմետր է։ Դե ֆակտոյի մասին եմ խոսում, ոչ թե դե յուրեի, որտեղ դե յուրե ավելի փոքր է։ Այսինքն նրա վերահսկած տարածքի մասին է խոսքը։ Բնակչությունը մոտավորապես 9.5 միլիոն է, որից մոտ 2.100.000-ը արաբներ են։ Այսինքն դուք պատկերացնում եք Իրանի տարածքը ավելի մեծ է մոտ 3 անգամ, ավելի քան 3 անգամ, քան Ֆրանսիայի տարածքն է։ Տեսեք, Ռուսաստանը այսքան ժամանակ է ռմբակոծում է Ուկրաինային։ Արդեն 3-րդ տարին է գրեթե ամեն օր։ Բացի դրանից ռուսական բանակը, Ռուսաստանի զինված ուժերը կռվում են Ուկրաինայի դեմ ոչ միայն օդից,
այլ նաև իրենց ամբողջ ցամաքային ուժով, այսինքն հրթիռակոծում են, պատկերացնում եք այդ գրադներով, ուրագաններով, տորնադոներով, հրետանիով, միլիոնավոր արկեր են ընկել Ուկրաինայի վրա։ Եվ այդ ամեն ինչից հետո Ուկրաինան պարտված չէ։ Հիմա մեզ ուզում են համոզել, որ այս մի քանի 100 հարվածները կամ մի քանի 1000 հարվածները, որ իսրայելյան օդուժը խփում է Իրանի վրա, դրանով Իրանը պետք է պարտվի։ Իհարկե այդ հարվածները բավականին ցավոտ են, բավականին ազդեցիկ են, բայց դրանով Իրանը չի պարտվելու, որտեղ ես ասացի արդեն թե որքան է Իրանի տարածքը, Իրանի բալիստիկ հրթիռները ցրված են ամբողջ այդ տարածքով, հենց վերջերս էլ այս վերջին օրերին հարվածները հասցվեցին արդեն ոչ թե 1, 2, 3 տեղից, այլ մի քանի տեղերից էին հարվածները գնում։ Ուրեմն սա արդեն ցույց է տալիս, որ ճիշտ է կարող են խփել հեռուստաընկերությանը, կարող են խփել պաշտպանության նախարարության շենքին, դրանք շատ սիմվոլիկ ուժեղ ցուցադրական հարվածներ են, բայց դրանք ռազմական առումով չեն լուծելու հարցը։ Որտեղ նախ չկան էլ ցամաքային զորքեր, որոնք միմյանց դեմ կռվում են։ Այստեղ ես ուզում եմ պարզաբանել ևս մի կարևոր հարց, որը շատ է շահարկվում այդ պրոպագանդիստների կողմից, արևմտյան հատկապես, ինչպես նաև նրանց հետևող նաև ռուսաստանցի, ընդ որում նաև վայնկորների կողմից զարմանալիորեն, որ տեսեք, թե Իսրայելը վերացրեց իրանական բանակի վերնախավին ամբողջությամբ գլխավոր հրամանատարներին, այսինքն գլխավոր շտաբի պետին, Պահապանների կորպուսի հրամանատարին, այնտեղ հետախուզության հրամանատարին, հոպի հրամանատարին եւ այլն եւ այլն։ Իսկապես այդպես է եւ դա ուժեղ հարված է, բայց այստեղ մի քանի բայցեր կան։ Մի բայցը այն է, որ ռազմական կառույցները այնպես են ստեղծված, այնպես են իրենց համակարգն այնպեսին է, որ մեկի սպանվելուց հետո անմիջապես, հատկապես հրամանատարի սպանվելուց հետո նրան փոխարինում է նրա տեղակալը, որը հայտնի էլ չէ, գուցե ավելի կարող հրամանատար է, քան գլխավոր հրամանատարը այդ պահին։ Տեսեք, օրինակ 41 թվականին հարձակում եղավ Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Առաջին դեմքերը հիմնականում փոխարինվեցին ավելի ցածր պաշտոններ զբաղեցնողներով առաջիկա 1 տարվա, 2 տարվա ընթացքում, որում առաջիկա ամիսների ընթացքում արդեն սկսեցին փոխարինվել։ Իսկն պարտադիր չէ, որ այդ պահին գործող գլխավոր հրամանատարը ամենատաղանդավորն է, բոլորովին պարտադիր չէ, այդպես չէ, ռազմական պատմությունը այդպիսի փաստեր չունի։ Առաջին դեմքերը Կարմիր բանակի շատ արագ փոխարինվեցին, բացի 1, 2, 3-ից, եւ հետագայում անընդհատ տեղի էր ունենում լավագույններով ավելի թույլերին, թեև կարող են շատ կարող գեներալներ լինել, բայց այնուամենայնիվ կային լավագույնները, որոնց անընդհատ փոխարինում էին։ Հիմա երբ սպանել է Իսրայելը իրանական բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, դա չի նշանակում, որ նրանց չեն գալու փոխարինել շատ լավ հրամանատարներ։ Դա մեկ։ Երկրորդը, այդ սպանությունները այնպիսի ազդեցություն չեն կարող գործել բանակի վրա, որը չի կռվում ցամաքում, որովհետև հենց ցամաքային կռիվներն է, որ դու ամեն վայրկյան պետք է որոշում ընդունես։ Այստեղից այս գունդն է հարձակվում, այնտեղից այն գունդն է նահանջում, որքան զորք այստեղ ուղարկես, որքան այնտեղ ուղարկես։ Այս կռիվը, որ ընթանում է Իսրայելի եւ Իրանի միջև, սա օդային մենամարտ է։ Եվ այս օդային մենամարտում շատ բարդ, ուրեմն ռազմաճակատային ռազմագործողություններ, այսպես գործողություններ չեն իրականացվում։ Եվ այդ ցամաքային զորքերը իրար դեմ չեն կռվում։ Ընդամենը այս կողմից արձակվում են հրթիռներ, էլի որոշումներ ընդունելու տեղ է, որքան ուղարկեն,
այս օրը ինչքան կրակ են, քանիսը լինի հին հրթիռներից, քանիսը լինի նորագույն գերձայնային հրթիռներից, բայց այնուամենայնիվ այդ ծրագրերը, պլանները ռազմական արդեն իսկ հիմնականում մշակված են եղել մինչև պատերազմի սկսվելը եւ այս պահին էլ կարող են փոփոխությունների ենթարկվել կոսմետիկ առումով կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Ուրեմն հրամանատարության ոչնչացումը չի նշանակում որևէ վճռորոշ քայլ Իրանի համար։ Եվ շատ արագ, ընդամենը կեսօրվա ընթացքում այդ հրամանատարությունը փոխարինվեց եւ տեսանք, որ Իրանը սկսեց պատասխանել։ Վերադառնալով այն հարցին, որ Իսրայելի տարածքը փոքր է, տեսեք, հիմա եթե մի բան է խփում ես Իրանի նավթարդյունաբերական համալիրին, դա կարող է մեծ տնտեսական վնաս հասցնել եւ անդրադառնալ տնտեսության վրա, բայց մի բան է, եթե հիմա Իրանը հարվածի Իսրայելի նավթարդյունաբերական եւ գազային այդ համալիրին, այդտեղ արդեն տարածքը այնքան փոքր է, որ այդ պայթյուններից բոլորովին այլ ազդեցություն է լինելու։ Մի բան է, որ Իսրայելը հարվածում է միջուկային ուրեմն օբյեկտներին Իրանում, դա ազդում է այդ կողքի քաղաքի եւ գյուղերի վրա, բայց մի բան է, եթե Իրանը հարվածի Իսրայելի միջուկային ուրեմն այդ օբյեկտներին, այդ դեպքում ամբողջ Իսրայելի տարածքը գրեթե ամբողջությամբ հայտնվելու է ռադիացիայի կամ վտանգի ենթարկվելու տակ։ Հետևաբար այսպես հապշտապ եզրակացություններ անել, որ ահա Իրանը պարտվեց, հիմա տեսեք Իսրայելը խփեց այստեղ, խփեց այնտեղ եւ այլն, շատ շուտ է։ Իսրայելի ամբողջ հույսը այն է, որ Միացյալ Նահանգները իր օդային նավատորմով կմիանա եւ կհարվածի Իրանին։ Կարող է նաեւ այդպես լինել, եւ այդ դեպքում Իրանի վիճակը իրոք շատ կծանրանա, բայց այդտեղ հարց է առաջանալու, արդյոք այդ ժամանակ Ռուսաստանը եւ Չինաստանը իսկապես Իրանին ամբողջությամբ միայնակ կթողնեն, որտեղ հասկանալի է, որ Իրանի ոչնչացումը այդպիսի մեծ պետության նշանակում է, որ պատրաստ են ոչնչացնել հետագայում նաեւ իրենց։ Չգիտենք, մինչև այսօր մեծածավալ ռազմական օժանդակություն ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը ցույց չի տվել Իրանին։ Գուցե ինչ-որ համաձայնություններ են եղել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև, ինչ-ինչ զիջումներ է խոստացել Միացյալ Նահանգները կատարել Ռուսաստանային Ուկրաինայում, կարելի է ենթադրել, եւ Չինաստանին էլ գուցե ինչ-որ այլ հարցերում է խոստացել, տարիֆների գիծն է, թե չգիտեմ ինչ գիծն է։ Համենայն դեպս այս պահին չկա այդ օգնությունը, բայց ասում եմ, եթե Միացյալ Նահանգները նաև սկսի հարվածել, այդ ժամանակ մեծ հարց կլինի, թե կօգնեն, թե չեն օգնի, հնարավոր է, որ օգնեն։ Եվ երկրորդ հույսը Իսրայելի այն է, որ Իրանը ներսից կպայթի, այսինքն այդ փոքրամասնությունները, թուրքախոս զանգվածը Իրանի հյուսիսային շրջաններում հատկապես, քրդական զանգվածը հյուսիս ավելի ուրեմն արևմտյան շրջաններում, բելուջները հարավ արևելքում, արաբները ավելի հարավ արևմուտքում, Խուզիստանում, ուրեմն արդյոք այս տիպի ապստամբություն կլինի թե ոչ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մատը իսկապես խառն է այս ամբողջ գործողություններում, եւ այն դիվերսանտները ու լրտեսները, որոնք գործում են Իրանում, որոնք թափանցել են այնտեղ իրենց հետ բերելով կամ տեղում արտադրելով ռազմական փոքր ԱԹՍ-ները կամ միջին չափսի ԱԹՍ-ները եւ կատարել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններ։ Դրանցից ոմանք արդեն իսկ ձերբակալված են եւ շուտով կարծում եմ անկասկած հետաքննությունն ու հարցաքննությունները կպարզեն, թե որ պետություններն են կանգնած նրանց հետևում եւ որտեղից են մուտք գործել այդ մարդիկ։ Իսկ որտեղից պետք է մուտք գործեին, կամ Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Ամենահավանական սցենարները կարող է նաեւ ինչ-որ ոմանք էլ Պակիստանից մտնեին, ոմանք շատ քչերը Իրաքից մտնեին, բայց հիմնականը
հենց Ադրբեջանն է, երկրորդը Թուրքիան։ Եվ այդ ժամանակ տեսնենք, թե ինչպիսին կլինի Իրանի պատասխանը այդ երկրներին, երբ պարզ լինի, որ նրանք իրականում անմիջականորեն մասնակցում են Իրանի դեմ այս ագրեսիային։ Կարող է այդ պատասխանը հենց այս պահին չլինել, կարող է Իրանը սպասի պատերազմի ավարտին եւ առավել հարմար պահի ու առավել իր համար անվտանգ միջոցներով պատասխանի։ Չգիտենք, կարող է նաև ուղղակի լինել եւ շատ արագ լինել։ Այդ դեպքում մենք կտեսնենք մեր աչքերով հարված Ադրբեջանին, որը վերջին տարիներին Արցախում եւ Արցախի շուրջ կառուցել է 4 օդանավակայան, որտեղից էլ տեղեկություններ կան արդեն, թռնում են ԱԹՍ-ները եւ նույնիսկ իսրայելյան կործանիչները։ Այդպիսի այսօր իսկ տեղեկություններ կան, որ խփված կործանիչներից մեկը Ադրբեջանի, հավանաբար Ադրբեջանի կողմից է թռել։ Հիմա պետք է հասկանալ նաև, որ այդ պատասխանը Իրանի լինելու է նաև Հայաստանի միջոցով, այսինքն Հայաստանի հետ ավելի խորացված, ռազմավարական, նաև ֆորմալ դաշինք կնքելու միջոցով, ինչպես նաև Հայաստանին էական, արդյունավետ ռազմական աջակցություն ցույց տալու միջոցով, որը կարող է լինել եւ զենքի զինամթերքի միջոցով, ուրեմն եւ խորհրդատվության միջոցով եւ այլն եւ այլն։ Ահա այսպիսին է իրավիճակը, պետք է սպասել զարգացումներին։ Իրանը, եթե շարունակի ամեն օր հարվածել Իսրայելին եւ դիմանա եւս 10 օր, 15 օր, այս պատերազմը ավարտվելու է, որովհետեւ Իսրայելը չի դիմանալու այդ ամենօրյա այդ հարվածներին եւ ինքն է այս կամ այն ճանապարհով փորձելու գտնել այս հակամարտության իր կողմից սկսված այս պատերազմի ավարտը։ Ես կարծում եմ 10-15 օր, գուցե մի քիչ ավելի, եթե Իրանը կարողանա այդ պաշարը Իրանը բալիստիկ հրթիռների ունի, օրական արձակելու համար առնվազն 50 հրթիռ, այդպիսի պաշար ունի, որտեղ տասնյակ հազարավոր հրթիռներ կան, մնում է կարողանա այդ ամեն ինչը նաև տեղ հասցնել, այլ ուրեմն ոչ թե դրանք մնան իրենց տեղերում եւ ենթարկվեն իսրայելյան օդային հարվածների։ Այստեղ կարևոր է լինելու նաև հոպի աշխատանքը, որը այսօր շատ թուլացել է, բայց կտեսնենք, եթե հանկարծ Իրանը սկսեց իսկապես օդը իր կարողանալ ավելի արդյունավետ պահել, դա հենց կնշանակի այդ պահից, որ օգնություն է ստացել կամ Ռուսաստանից, կամ Չինաստանից, կամ երկուսից էլ։ Սպասենք, տեսնենք, բայց համենայն դեպս ես համոզված եմ, որ Իրանի պես մեծ պետությունը, 90 միլիոն բնակչություն ունեցող պետությունը հնարավոր չէ ահա այդպիսի օդային հարձակումներով կործանելը։ Այսքանը, շնորհակալություն։